ազգությամբ հայ, քաղաքացիությամբ բրիտանացի, բնակությամբ ռուսաստանցի այդ fashion դիզայները նորաձևության ասպարեզում իր առաջին վստահ խոսքը ասաց դեռ 15 տարի առաջ, այսօր էլ իր խոսքի տերն է։ Վերոնիկա Բաշարատյան, fashion designer, բրիտանա-ռուսական Բաշարատյան V բրենդի հիմնադիր ու կրեատիվ տնօրեն։ Վերոնիկա, որտեղից են սերում ձեր ընտանիքի արմատները։ Ես ծնվել եմ Մոսկվայում, հայրս ծնվել է Ստավրոպոլում, պապս ապրել է Վրաստանում, իսկ նախնիներս Արևմտյան Հայաստանից էին, Արտվինից, հորս կողմից հայ եմ, մորական կողմի արմատներս Կաբարդինա-Բալկարիայից են։ Գիտեմ, որ ձեր պապիկը ժողովրդական բանաստեղծ էր, աշուղ, այսինքն արվեստի մարդիկ են եղել ընտանիքում։ Այո, բոլորն են մեր ընտանիքում ստեղծագործող։ Բայց դուք ի սկզբանե հետաքրքրված էիք հստակ գիտություններով, առաջին կրթությամբ տնտեսագետ եք։ Անկեղծ ասած, ես 7 տարեկանից երազել եմ դիզայներ դառնալու մասին։ Նկարում էի, ստեղծագործում, բայց ծնողներս համարում էին, որ այդ ամենը անլուրջ զբաղմունք է։ Աղջկան լուրջ մասնագիտություն է պետք։ Որոշեցին, որ լուրջը տնտեսագետի կամ իրավաբանի մասնագիտություններն են։ Քանի որ տնտեսագետ ընտանիքում չկար, որոշեցին, որ այդ ասպարեզում պետք է կայանամ։ Առաջին իմ կրթությունը ստացել եմ Մոսկվայի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Այդ կրթությունը ձեզ հաստատ օգտակար եղավ հետագայում, երբ սկսեցիք սեփական բրենդը կայացնել։ Օգնում է, այո, բայց որպես տնտեսագետ ես աշխատել չհասցրեցի։ Դեռ ուսանող էի, երբ որոշեցի, որ այնուամենայնիվ պետք է իրականացնեմ երազանքս։ Ուզում էի նաև դիզայների համար անհրաժեշտ կրթություն ստանալ։ Սկզբում պատրաստվում էի դիմել Լոնդոնի Central Saint Martin արվեստների քոլեջ։ Բայց ի վերջո ստացվեց այնպես, որ ընդունվեցի Լոնդոնի նորաձևության քոլեջ, որ առաջատարներից մեկն է աշխարհում ֆեշնի բնագավառում։ Ես այնտեղ մասնագիտացած էի կանանց գեստների գործվածքի դիզայնի բնագավառում։ Այդպիսի նեղ մասնագիտացում, իսկ ինչու հենց գործվածքների ստեղծման գործում մասնագիտացաք։ Միթե ավելի հետաքրքիր չէր ստեղծել զգեստի վերջնական դիզայնը, այլ ոչ թե դրա հումքի։ Ամենահետաքրքիրը սեփական դիզայնով ստեղծած գործվածքից զգեստներ ստեղծելն է։ Իմ հեղինակած զգեստների առաջին հավաքածուները իմ իսկ դիզայնով արտադրված գործվածքից էին կարված։ Գործվածքի արտադրման տեխնոլոգիաների իմացությունը մեծ առավելություն էր ինձ համար։ Իրականում զգեստի գործվածքից շատ բան է կախված։ Ես տիրապետեցի այն գաղտնիքներին, որոնց ֆեշն դիզայներների մեծ մասը ծանոթ չէին։ Վերոնիկա Բաշարատյանը 20 տարեկան էր, երբ որոշեց տեղափոխվել Բրիտանիա նորաձևության ոլորտում կրթությունը շարունակելու համար։ Ավարտելով Լոնդոնի նորաձևության քոլեջը ու Միլանի Մարանգոնի ինստիտուտը նա սկսեց իր անկախ կարիերան։ Նրա ստեղծագործությունները առանձնանում էին երիտասարդ բրենդների շարքում իրենց յուրահատուկ էսթետիկայով։ Դիզայնը համադրում էր արևմտյան նորաձևության մինիմալիզմը և արևելյան ավանդույթների դեկորատիվությունը։ Վերոնիկա Բաշարատյանի առաջին մեծ հաջողությունը եղավ Թաշյա սեզոններ մրցույթը, որը կազմակերպել էր հայտնի ռուս կուտերիե Վյաչեսլավ Զայցևը Սոչիում 2011 թվականին։ Վերոնիկան գերազանցեց 150 մասնակիցների ու դարձավ բացարձակ հաղթող դեբյուտ անվանակարգում։ Այնուհետև մեր հայրենակցուհին հաջողությամբ մասնակցեց Mercedes-Benz Fashion Week Russia ցուցադրությանը։ 2012-ին ընդգրկվեց Milano Moda Donnայի պաշտոնական ծրագրում։ 2013 և 2014 թվականներին հանդես եկավ London Fashion Week-ում։ 10 տարի շարունակ Բրիտանիայում բրենդը կայացնելուց հետո 2019-ին Վերոնիկան վերադարձավ Ռուսաստան։ Հիմա համատեղում է աշխատանքը Լոնդոնում ու Մոսկվայում։ Իր արվեստում Վերոնիկան շարունակում է միաձուլել մշակույթները, հատուկ ուշադրություն դարձնելով հեղինակային գործվածքի ստեղծմանը։
Լոնդոնի նորաձևության քոլեջը ավարտելուց հետո դուք որոշեցիք հաստատվել Մեծ Բրիտանիայում։ Այո, իմ բրենդը ես ի սկզբանե հիմնել էի Լոնդոնում։ Այնտեղ արեցի իմ կարիերայի առաջին հաջող քայլերը։ Արտադրությունը նույնպես Անգլիայում էր արվում։ Հետո արդեն փորձեցի արտադրության մի մասը Մոսկվա տեղափոխել։ Ինչպես էիք համարձակվում անել այդ առաջին քայլերը։ Մի երկիր, որում չունեք հովանավորներ, ազգականներ, բարեկամներ, ոչ մեկ ձեզ չի օգնում։ Գիտելիքները բավական չեն սովորաբար։ Որտեղից ձեր մեջ այդքան համարձակություն։ Ունեի շատ մեծ ցանկություն ու հավատում էի ուշերիս։ Ինձ շատ են աջակցել ու ոգևորել ծնողներս։ Իրենց դրա համար շատ շնորհակալ եմ։ Իրականում համարձակությունը իրենցից էր պահանջվում, ոչ թե ինձնից։ Հեշտ չէ թույլ տալ, որ պատանի աղջիկը մենակ մեկնի հեռավոր երկիր սովորելու եւ այնտեղ ինքնուրույն կյանք սկսի։ Բրենդի կայացումը սկսեցի դրանից, որ գրանցեցի իմ մասնավոր ընկերությունը։ Բարձեցի փորձված PR գործակալություն, որը օգնում էր ինձ իմ առաջխաղացման գործում։ Դե իսկ մնացածը արդեն ստեղծագործական աշխատանքն էր, որին ես ծանոթ էի։ Իհարկե, նախնական կապիտալ էր պետք։ Լավը այն է, որ Մեծ Բրիտանիայում սկսնակ դիզայներների աջակցության շատ լայն ֆինանսական ծրագրեր կան։ Ես կարողացա ապացուցել, որ արժանի եմ այն գրանտներին, որոնք տրամադրվում են հեռանկարային երիտասարդ դիզայներներին։ Այդ գրանտներով եմ կայացրել իմ բիզնեսը։ Ընկերությունը դուք գրանցեցիք Լոնդոնում, բայց առաջին լուրջ հաջողությունը արձանագրվել էր Ռուսաստանում։ Սոչի նորաձևության փառատոնից հետո ձեր մասին սկսեցին խոսել պրոֆեսիոնալ շրջանակներում։ Այո, Սոչիի Թավշյա սեզոն փառատոնում եղավ իմ առաջին մեծ հաջողությունը։ Ես պատահաբար էի իմացել այդ մրցույթի մասին։ Որոշել էի ներկայացնել Լոնդոնյան քոլեջի իմ շրջանավարտի հավաքածուն եւ բոլորի համար անսպասելի զբաղեցրի առաջին տեղը։ Այնտեղ Սոչիում ես ծանոթացա նորաձևության մեծ վարպետ Վյաչեսլավ Զայցևի հետ, ով ինձ հետագայում շատ օգնեց։ Նրա աջակցությամբ ես մասնակցեցի Մոսկվայի նորաձևության շաբաթին։ Հետաքրքիր է, ինչու Զայցևը որոշեց ձեզ օգնել։ Չէր պատկերացնում, որ մի օր կարող եք իրեն մրցակից դառնալ։ Կարծում եմ ոչ, նա շատ բաց սիրտ ուներ։ Միշտ օգնում էր հեռանկարային երիտասարդ դիզայներներին։ Այդպես եղավ նաև իմ դեպքում։ Զայցևը անձամբ ինձ հանձնեց մրցույթի գլխավոր մրցանակը ու ասաց, որ ցանկանում է ծանոթանալ իմ մյուս ստեղծագործություններին։ Նրան զարմացրել էր իմ արած գեստների որակը։ Զայցևը շրջում էր հագուստի հակառակ կողմը եւ ստուգում կարիթելերը։ Զարմացած էր, թե որքան գրագետ է ամեն բան արված։ Նրա փոխանցած փորձը իսկապես անգնահատելի էր։ Վերոնիկա Վաշարատյանը հիմնադրեց իր ընկերությունը 2010 թվականին Լոնդոնում։ Բրենդը անվանեց Բաշարատյան V։ Ապրանքանիշը ներկայացնում է կանացի պրետապորտե հագուստ, որը կարվում է միայն 1 կամ 2 օրինակով եվրոպական հումքից։ Այն ստեղծելիս մեր հայրենակցուհին շեշտը դնում է գործվածքի հետ արվող համարձակ փորձարկումների եւ արևելքի ու արևմուտքի էսթետիկայի համադրության վրա։ Յուրաքանչյուր հավաքածու ոգեշնչված է որևէ երկրից՝ Իսլանդիա, Իրան, Իտալիա, Մեքսիկա, Ճապոնիա, Հայաստան։ 2019 թվականին Վերոնիկան ներկայացրեց Արև կոչվող հավաքածուն, որը նվիրված էր Հայաստանին։ Առաջին փակ ցուցադրությունը կայացավ Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում։ Բաշարատյան V բրենդի հագուստները այսօր հայտնի են բազմաթիվ եվրոպական երկրներում։ Ընկերության շոուրումներն ու բրենդային բուտիկները գործում են Մոսկվայում, Լոնդոնում ու Դուբայում։ Բրենդի արտադրանքը կրողների թվում եղել են կինոյի ու շոու բիզնեսի բազմաթիվ երաստղեր։ Բարբարա Սթրեյզանդը, Օրնելա Մուտին, Ջեսի Ջեյը, Նիկոլ Շերգինգերը, Մելանի Բրաունը։ Երբ ձեզ հարցնում են ինչով է ձեր բրենդի հագուստը տարբերվում մյուսներից, ինչ եք պատասխանում։ Որակով։ Դե բոլորն էլ նույնն են ասում։ Այո, իսկապես, բայց ես պատրաստ եմ պատասխան տալ ասածից համար։ Մեկի դուրը կարող է գալ իմ զգեստների ոճը, մյուսի դուրը չգա, բայց ոչ մեկը չի կարողանա ասել, որ տեսել է իմ բրենդի ներքո արտադրված անորակ հագուստ։ Ողջ դիզայնը անձամբ եք դուք անում, թե այլ դիզայներներ էլ կան ձեր թիմում։ Մասնագետների թիմ ունեմ, որի հետ աշխատում եմ, բայց հենց դիզայնի գործում միայն ես եմ մասնագիտացած։ Առաջին նախնական էսքիզից սկսած մինչև վերջին գիծը ես եմ մշակում։
Իսկ թիմի կազմի մեջ ովքեր են։ Իմ օգնականներն են։ Զգեստի դիզայնը ստեղծելուց բացի այն անհրաժեշտ է հետո արտադրել, հետո նաև վաճառել։ Ու այստեղ ես միայնակ արդեն ոչինչ չեմ կարողանա անել։ Տարբեր ուղղությունների համար պատասխանատվություն կրող մասնագետներ կան իմ թիմում։ Մեծ մասը Մոսկվայում է ինձ հետ աշխատում։ Մի մասն էլ Լոնդոնում, քանի որ արտադրությունը շարունակում է այնտեղ անել։ Բրիտանիայում են նաև մեզ համար աշխատում PR մասնագետները։ Դե իսկ ես Մոսկվայի եւ Լոնդոնի միջև եմ։ Մեկ շաբաթ այստեղ, մեկ շաբաթ այնտեղ։ Բացի այդ շատ եմ շրջագայում տարբեր երկրներում ու այնտեղ տեսածով ոգեշնչվում եմ իմ նոր հավաքածուները ստեղծելու համար։ Ձգտում եմ անել այնպես, որ յուրաքանչյուր հավաքածու տարբերվող լինի։ Հեշտ է ասել տարբերվող, ինձ թվում է զգեստի դիզայնում ամեն ինչ արդեն վաղուց ասվել է ու նոր բան հայտնաբերել գրեթե հնարավոր չէ։ Միթե դեռ կարելի է հայտնաբերել մի բան, ինչը մինչ այդ մեկ այլ դիզայներ արդեն չի արել։ Ես նպատակ չունեմ հեղափոխական նորություն հայտնաբերել զգեստների դիզայնի ասպարեզում։ Իմ գլխավոր նպատակը հարմար ու գեղեցիկ զգեստ ստեղծելն է։ Իմ ստեղծած զգեստը կարող է նման լինել մեկ այլ դիզայների ստեղծած զգեստին, բայց այն միևնույն է ունենալու է իր յուրահատկությունները։ Իմ դեպքում զգեստը հավաքածուի մաս է, ընդհանուր հավաքածուն էլ իմ վերջնական ստեղծագործությունը։ Ու այն միշտ յուրահատուկ է։ Ամեն նոր հավաքածուն նվիրված է լինում ինչ-որ երկրի, որի մշակույթով ոգեշնչվել է։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Սկզբից երկիրն եք ընտրում, հետո խորանում եք այդ երկրի վիզուալ մշակույթի մեջ, թե պարզապես այցելում եք մի նոր պետություն ու այնտեղ պատահաբար հայտնաբերում եք ձեզ ոգեշնչող տարրեր։ Մենք հետազոտում ենք թրենդները։ Թրենդային գործակալությունները մեզ են ներկայացնում իրենց վերլուծությունները, կանխատեսելով, թե կոնկրետ ինչն է ակտուալ լինելու հաջորդ սեզոնին։ Ու հաշվի առնելով ահա այդ կանխատեսումները, ես ընտրում եմ երկիրը, ուր մեկնում եմ այնտեղ ոգեշնչվելու համար։ Ես մանկուց շատ եմ շրջագայել աշխարհով մեկ։ Ու դեռ այն ժամանակ, երբ նոր էի սկսել առաջին քայլերը ֆեշն արդյունաբերության ասպարեզում, արդեն որոշել էի, որ իմ ապագա հավաքածուների միջոցով օգնելու եմ հաճախորդներից բացահայտել նոր երկրներ։ Ու իսկապես, հիմա իմ յուրաքանչյուր նոր հավաքածուն պոդիումի վրա հիշեցնում է մի նոր երկիր կատարած ուղևորություն։ Ձգտում եմ էկզոտիկ երկրներ բացահայտել, ներկայացնելով անծանոթ ազգերի վիզուալ մշակույթները։ Այ օրինակ, երբ 2012 թվականին Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրի Կաբարդինո-Բալկարիային նվիրված հավաքածուն, բոլորը շատ զարմացած էին ու հետաքրքրված։ Մարդիկ առաջին անգամ էին լսում կաբարդինական ազգի մասին։ Նորաձևության միջոցով ազգային մշակույթ ներկայացնելը իմ ձեռագիրն է դարձել։ Իսկ Հայաստանին նվիրված ձեր վառ հավաքածուն կարծեմ կոչվում էր Արև։ 2019 թվականի մարտին ներկայացրի իմ պատմական հայրենիքին Հայաստանին նվիրված հավաքածուն։ 2018-ի աշնանը եղա Հայաստանում, շրջեցի երկրով մեկ, ոգեշնչում փնտրելով ամենուր։ Կոնկրետ ինչու՞մ էիք այդ ոգեշնչումը փնտրում։ Դա կերպարվեստն էր, ճարտարապետությունը, ազգային խոհանոցը, ինչից եք ավելի շատ բան վերցրել։ Ինձ գերել էին աշնանային Հայաստանի գույները, այդ վեհ լեռների հզորությունը, դաշտային ծաղիկների հմայքը, Սևանի փայլը, խաղողի համը, այդ ամենը ինձ շատ էր ոգևորում։ Ես կարողացա իմ հավաքածուի միջոցով փոխանցել Հայաստանի համն ու բույրը։ Հավաքածուն ներկայացնող բոլոր մոդելները իրենց վրա նուռ պատկերող նշաններ էին գրում։ Իրականում բազմաթիվ ազգեր են նուռը իրենց խորհրդանիշը համարում։ Հույները, պարսիկները, բայց ինձ համար Հայաստանի խորհրդանիշը մեջտեղից կոտրված, բացված նուռն է։ Այն ինձ համար հայի բաց սիրտն է խորհրդանշում։ Վնասված, արյունով լի, ցավացող սիրտը։ Կարծում եմ գաղափարը, որը ես ցանկանում էի փոխանցել իմ հավաքածուի միջոցով, կարողացա տեղ հասցնել։ Ձեր բրենդը դուք կոչել եք ձեր ազգանունով, Բաշարատյան։ Հետաքրքիր է, ձեր ազգանվան վերջավորությունը երբեք չի խանգարել, կամ միգուցե օգնել է։ Հաստատ, երբեք ազգանունս ինձ չի խանգարել։ Չեմ էլ կարող ասել, որ օգնել է։ Ես հպարտանում եմ իմ ազգանունով եւ իմ հայկական արմատներով։ Արվեստի տարբեր բնագավառներում ինքնադրսևորվող սփյուռքահայերից շատերը փոխում են իրենց ազգանունները հրաժարվելով յան վերջավորությունից, կարծելով, որ դա կօգնի իրենց կարիերային։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Համարում եմ, որ դա ահավոր երևույթ է։
Եթե մարդը կարող է նման բան անել, ուրեմն նա մերժում է ոչ միայն իր նախնիներին, այլև ինքն իրեն։ Իր ինքնությունից հրաժարված մարդը կորցնում է դեմքը։ Արմատներից կտրված մարդը աղքատացնում է իրեն։ Ես հակառակը ձգտում եմ սնուցվել իմ էթնիկ արմատներով, թեև կապս պատմական հայրենիքի հետ այդքան էլ ակտիվ չէ։ Ցավոք չեմ խոսում հայերեն։ Հուսով եմ, որ ժամանակ կգտնեմ ու կարողանամ նախնիներիս լեզուն սովորել ու դրանով եւս կհարստանամ։ Ես կարծում եմ միայն թույլ ու ինքնասիրություն չունեցող մարդիկ կարող են հրաժարվել իրենց հայկական ազգանուններից, հուսալով, որ դա կօգնի իրենց կարիերայում։ А вы сотрудничали когда-либо? Դուք երբևէ առնչվել եք ազգությամբ հայ ուրիշ դիզայներների հետ, ովքեր հաջողությունների են հասել նորաձևության բնագավառում։ Ես ինքս ազգությամբ հայ դիզայներների հետ առնչվելու, իրենց հետ համագործակցելու առիթներ չեմ ունեցել, բայց իհարկե գիտեմ, որ ֆեշն արդյունաբերության ասպարեզում եղել են հայեր, որոնք մեծ հաջողությունների են հասել։ Ես հետևում եմ իրենց առաջընթացին եւ հպարտանում եմ իրենց հաջողություններով։ Ռուսաստանի նորաձևության աշխարհում հայերից շատերն են հաջողությունների հասել։ Յուլիա Դալլաքյանը Ռուսաստանի ամենահայտնի մոդելավորողներից մեկն է։ Նրա մշտական հաճախորդների թվում կան կինոյի ու փոփ երաժշտության բազմաթիվ աստղեր, հայտնի հեռուստահաղորդավարներ ու քաղաքական գործիչներ։ Դիզայներ Իլիա Շիյանը լուքսային սեգմենտում է արժանի տեղ զբաղեցրել։ Նրա ստեղծագործությունների հումքը կոկորդիլոսի, ալիգատորի, պիտոնի, շնաձկան ու ջայլամի կաշին է։ Նարինե Հարությունյանը հիմնականում պրետա-պորտե դելուքս ոճում է ստեղծագործում։ Նա Նարնի նորաձևության հիմնադիրն է ու կրեատիվ տնօրենը։ Բազմաթիվ մասնագիտական մրցույթների ու փառատոների մրցանակակիր է։ Հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը հիմա ոճային կոշիկ ստեղծելու գործում է մասնագիտանում։ Նրա հաճախորդների թվում են եղել Մոնսերատ Կաբալիեն, Մերիլին Մենսոնը, Լյուդմիլա Գուրչենկան, Կրիստինա Օրբակայտեն։ Սիրադեղյանի հետ միասին էր սկսել կարիերան Fresh Art կոչվող շոու նախագծում մոդելավորող Դավիթ Գևորգովը։ Եռյակի փլուզումից հետո նա տեղափոխվել է Նյու Յորք, ուր David's Road կոչվող նորաձևության տունն է ղեկավարում։ Մոսկվայում են սկսել իրենց կարիերան նաև Արմինե Օհանյանն ու Նաիրա Խաչատրյանը։ Առաջինը հիմա սեփական նորաձևության տունը ունի Փարիզում, երկրորդը Իտալիայում տրիկոտաժային գործվածքի ամենահեղինակավոր փորձագետներից մեկն է։ Ինչ է իրենից ներկայացնում ձեր ստեղծած ընկերությունը այսօր։ Մենք դեռևս փոքր ընկերություն ենք։ Մեր հավակնությունները առայժմ սահմանափակվում են կոնկրետ շրջանակներով, որոնք ինքներս ենք մեզ համար գծել, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ։ Այդ շրջանակներում մենք մեզ համարում ենք կայացած ու հաջողված։ 15 տարվա գոյության ընթացքում հասցրել ենք գրավել բազմաթիվ հաճախորդների սրտեր թե Անգլիայում, թե Ռուսաստանում։ Մենք չենք շտապում դուրս գալ արդյունաբերական ծավալների։ Մեր բրենդի ներքո ներկայացվող զգեստները բացառիկ են։ Դրանք արվում են մեկ կամ մի քանի օրինակով։ Արդյունաբերական ծավալով հագուստ արտադրելու նպատակ չունենք։ Բայց ինչու, եթե իսկապես գեղեցիկ է ու պահանջարկ ունի զգեստը, ինչու չկայացնել դրա արդյունաբերական արտադրությունը ու չտարածել հազարներով, բոլորը գող կլինեն։ Դա էլ է տարբերակ։ Չենք մերժում այդ մոտեցումը։ Մոտ 6 տարի առաջ որոշեցինք կանանց վերնաշապիկների արտադրությունը արդյունաբերական ծավալների հասցնել։ Վերնաշապիկների դեպքում դա ընդունելի է, բայց անձամբ ինձ այդքան էլ հետաքրքիր չէ աշխատել զանգվածային շուկայի համար։ Ինձ հաճելի է, երբ հաճախորդս գիտակցում է, որ կրում է բացառիկ զգեստ։ Ովքեր են հիմնականում ձեր հաճախորդները։ Հիմնականում բիզնես լեդիներ են, արվեստի մարդիկ։ Շոու բիզնեսի ներկայացուցիչների համար ավելի քիչ եմ աշխատում, իսկ հաճախորդների միջին տարիքը 35-ից բարձր է։ Այդ 35-ից բարձր ձեր հաճախորդների թվում նաև հայտնի մարդիկ կան։ Այո, մեր հաճախորդներից ամենահայտնին Բարբարա Սթրեյզենդն է։ Հպարտ եմ դրանով, որ այդ գերաստղը մեր բրենդի հագուստն է գերադասել։ Ինչպես ստացվեց, որ Բարբարա Սթրեյզենդը իմացավ ձեր մասին ու ցանկացավ ձեզանից հագուստ գնել։ Երկչուհու PR գործակալը Անգլիայում կապվեց իմ PR գործակալի հետ ու ասաց, որ Բարբարան տեսել է մեր վերջին հավաքածուն ու ցանկանում է ունենալ հավաքածուում ներկայացված մուշտակներից մեկը։ Սկզբում մտածում էինք, թե ինչ-որ մեկի կատակն է։ Մեկ շաբաթ անց հաստատվեց տեղեկությունը այն մասին, որ Բարբարան ժամանելու է Լոնդոն եւ իր օրակարգում է մեր շոուրումի այցելությունը։ Դրա համար հատկացված էր կես ժամ։
Այդ ընթացքում պետք է հասցնեինք վերցնել չափերը, որ իր մարմնով կարողանայինք հարմարեցնել մուշտակը։ Անմոռանալի հանդիպում էր։ Բարբարայի դուրը շատ էր եկել մեր մուշտակը։ Ոնց հասկանում եմ, նա շարունակում է կրել այն։ Ասում են Արնելա Մուտին էլ է սիրում ձեր զգեստները կրել։ Այո, Արնելան մեր ցուցադրություններից մեկի հյուրն էր։ Այնտեղ ծանոթացանք ու հետո համագործակցում էինք։ Այսինքն անձնական հարաբերություններ էլ ունեք իր հետ։ Այո, մի ժամանակ ավելի ակտիվ էինք շփվում։ Հիմա արդեն ոչ այդքան ակտիվ։ Մոտավորապես որքան արժեն ձեր զգեստները։ Թանկ չեն, $200 սկսած։ Ձգտում ենք անել այնպես, որ հասանելի լինենք նաև միջին խավի ներկայացուցիչների համար։ Բայց երբեք չենք զոհաբերում որակը։ Մեր գործվածքները բոլորը եվրոպական երկրներից են՝ Անգլիայից, Շոտլանդիայից, Իտալիայից։ Հեշտ չէ պահպանել այդ գործարար կապերը։ Մանավանդ հիմա, երբ Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններում կրկին երկաթե վարակույր է իջնում, ինչպես եք կարողանում։ Դժվար է շատ։ Լոգիստիկայի հետ կապված խնդիրներ են առաջանում հաճախ։ Արտադրել Անգլիայում եւ վաճառել Ռուսաստանում հեշտ չէ, բայց կարողանում ենք։ Ինչու են ֆեշն դիզայներները աշխատում հիմնականում միայն կանանց համար։ Այ դուք օրինակ, ինչու տղամարդկանց համար հավաքածոներ չեք ստեղծում։ Կարծում եմ, ես պարզապես դեռ չեմ հասունացել տղամարդկանց նորաձևության աշխարհ մտնելու համար։ Անկեղծ եմ ասում։ Դա շատ դժվար է։ Չեմ բացառում, որ մի օր համարձակվեմ, բայց առայժմ պատրաստ չեմ։ Ինչպես եք պատկերացնում ձեր բրենդը 10, 20, 30 տարի հետո։ Շատ դժվար հարց եք տալիս։ Նախ ասեմ, որ իմ գլխավոր խնդիրն է լինելու պահպանել մեզ հավատարիմ այն հաճախորդներին, որոնց համար աշխատելը մեզ հաճույք է պարգևում։ Պատկերացնում եմ, որ 10, 20, 30 տարի հետո էլ կարողանալու ենք ստեղծել բացառիկ զգեստներ, որոնք գրավելու են մեր այսօրվա հաճախորդներին։ Իհարկե, ձգտելու ենք բազմապատկել մեզ հավատարիմ հաճախորդների քանակը, ու դրա համար ջանք չենք խնայելու։ Պատկերացնում եմ, որ ունենալու ենք մեր մոնոբրենդային խանութների ցանցը, որը գործելու է ոչ միայն Ռուսաստանում ու Անգլիայում, այլև Իտալիայում եւ այլ երկրներում։ Շատ լավ կլինի, եթե Հայաստանում էլ կարողանանք մեր բուտիկը ունենալ։ Այդպիսի մտքեր էլ ունեմ։ Դե այդ դեպքում հենց դա էլ ձեզ մաղթեմ, որ Երևանի կենտրոնում բացվի գեղեցիկ մի սրահ, որի մուտքի վրա գրված կլինի Բաշարատյան V։ Հուսով եմ, որ կգա այդ օրը։ Վերոնիկա, սա էլ իմ ավանդական նվերը, անամոր կոչվող այս հրաշալի գինին Մանուկյան գինու ու կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով, հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Այն այդպես էլ կոչվում է անամոր աշխարհի հայերը։ Հաջորդ ձեր հավաքածոյի հաջողությունը այս գինով նշեք։ Да, обязательно. Спасибо вам огромное.